Գնում ենք ազգային անվտանգություն, հրավիրված ենք ցուցմունք տալու։ Ես կենթադրեմ, որ դրամապանորեն շատ կարճ հանդիպում է լինելու, որովհետև ոչ օրենք ենք խախտել, ոչ փող ենք լվացել, եւ մեր հաշվետվությունները, աուդիտները ամենը ոչ միայն դրամատրելի են, այլ վստահ եմ արդեն թե ազգային անվտանգության, թե արդարադատության, թե հարկային վարչության մոտ են, ուրեմն գնում ենք եւ կվերաթարնանք։ Հիմնվելով ազգային անվտանգության հայտարարության վրա, պիտի խոսենք ամեն բանի մասին, որովհետև այդ հայտարարության մեջ կա ամեն բան, կա Սեգիտասի անցյալ գործունեությունը, ներկա գործունեությունը, հաշվետվությունը, ծրագրերու համեմատ գործունեությունը, ըստ կանոնադրության գործունեություն, չգործունեությունը, եթե խոսակցությունը ծավալվի այդ ձևով, սա պիտի լինի ծավալում։ Գալիս եք իմ հետ։ Չէ, կսպասենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Պարոն Համբարձումյանը քննչականից չի տվել հարցը կգցա սալտի ռազերը Միքայել Համբարձումյանը ժամը 10-ին պայմանավորվել Գիտեք, մենք հրաժարվեցանք ցուցմունք տալուց, որովհետև ԱԱԾ-ի հայտարարությունը մի քանի օր առաջ այնպես էր ցևագերվել մեր իբր մասնակցությունը խախտումներ, որ արդեն կատարել ենք թե Սեգիտասը, թե ես իբր տնօրեն, ուրեմն հետևաբար մենք հրաժարվեցինք ցուցմունք տալու, դրված լալու մեր սահմանադրական իրավունք։ Այդ դեպքում 1 ժամ ինչ էր տեղի ունենում այնտեղ։ Այդ թղթաբանական գործունեություն։ Առնվազն պիտի նաև այդ հրավերի հիմքերի մասին տեղեկացված լինենք։ Միայն այն հանգամանքը, որ ԱԱԾ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ կային որոշակի ձևակերպումներ, որից կարելի է եւ պետք է հասկանալ, որ կատարվել է ինչ-որ հանցագործություն կամ հանցագործություններ, հակառակ դեպքում քրեական գործ չպիտի հարուցեի։ Դրանից հետևում է, որ այն անձը, որ այսօր ֆորմալ որպես վկա է հարցակնվում, կարող է մի ժամ հետո հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Այսինքն այդ փաստացի իրավիճակը մեզ հնարավորություն կտա ավելի կոնկրետ պատկերացնել։ Ես ուզում եմ, որ այս հարցին արդեն վերջ տրվի, որովհետև սա արդեն աբսուրդ է, անհեթեթ է, անդրամապանական է եւ որևէ մեկին բադիվ չի բերում, ոչ իշխանություններին, ոչ համագարքին, ոչ մամուլի թաշտին, սա ծև չէ իշխանություն քաղաքացի իրար հետ վարվել։ Իսկ դեսպանները համոզվեցին, չեք կարծում ձեր կարծիքով, որ սա իսկապես հետապնդում է։ Ես շատ շնորհակալ եմ, որ դեսպանները եկել էին, բազմասպաղ մարդիկ են եւ եկան շատ հետաքրքրությամբ լսեցին, հետաքրքրությամբ հարցեր տվին եւ ասեցին, որ ուշով հետևելու են այս բոլորը եւ կանեն ինչ որ իրենք կրնան անել, իհարկե իրենց հայացողությամբ եւ դրա համար ես միայն շնորհակալ եմ։